Ժորժան, դիտեք։ Կամ տա որ մեկը ինձ թույլ անի։ Այսինքն ինչ պետք է բան անենք, անդադ ապացուցելու անհրաժեշտություն ունենանք։ Ոչ թե ինձ, այլ պետությանը, ոնց կարա պետության մեջ ընդհանրապես որևէ մեկը թպրտա։ Ոնց կարա տենց բան լինի։ Ես բան եմ տվել, հիմք եմ տվել որևէ մեկին ասելու, որ ես համարում եմ, որ տենց բան կարա լինի։ Հետաքրքիր է, չէ՞ ստացվում, 7 տարի անց իշխանությանը Նիկոլ Փաշինյանը ասում է, ոնց կարող է մեկը թպրտալ։ Ոնց կարող է մեկը թպրտալ շատ հանգիստ։ Ինչպես որ թալանչիները, որոնց մասին դուք խոսում եք, թփրտում են նրանով, որ ել ավելի են հարստացել եւ ել ավելի են իրենց բիզնեսները ընդլայնել։ Բաց մեկ թալանչիներին բռնելու եմ, բերելու եմ, նստեցնելու եմ, փողերը վերադարձնելու եմ ժողովրդին եւ պետությանը։ Այ դրա համար են ասում, որ այո, կարող են թփրտալ։ Այո, պետությունը այդ առումով չլուծեց այդ խնդիրը, որի համար որ ձեզ բերել էին իշխանության, ձեր թիմը։ Իսկ հիմա դուք ասում եք, որ ոնց կարող են թփրտալ։ Այդ այնց հանգիստ, շատ հանգիստ թփրտում են։ Դա է իրականությունը։ Ուղղակի ցավոք սրտի ժողովուրդը խափնվեց, հավատաց, որ թալանը վերադարձվելու է, թալանչիները պատժվելու են, բայց դրա փոխարեն ել ավելի հարստացան այդ թալանչիները։ Եվ իհարկե չենք մոռանում, որ նաև հարստացան ներկայիս իշխանության ներկայացուցիչները, դա է փաստը։